Ողջույն բոլորին, այսօր պատրաստելու եմ պեչենիներ սուրճի հատիկների տեսքով, բաղադրատոմսը ներքևում կթողնեմ, թե որ բաղադրիչից ինչքան եմ ավելացրել, հիմա գնացինք, միասին պատրաստենք, ամենակարևորը, որ հարիչ պետք չէ մեզ, ձեռքով շատ հեշտ, շատ արագ կարող ենք պատրաստել, ձիթայուղն ենք լցնում, սոդա և վանիլին, կակաո և այս բոլորը խառնում ենք միասին։ Շատ հեշտ, շատ արագ պատրաստվող պեչենիներ են և ամենակարևորը շատ համեղ է ստացվում։ Ավելացնում ենք ալյուր այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ոչ շատ թույլ խմոր։ Ընթացքում կտեսնեք ինչքան եմ ավելացնում և ինչպես է ստացվում։ Քիչ-քիչ ենք ավելացնում։ Արդեն կարող ենք գդալով խառնել, քանի որ սրանով դժվար է, խմորը պնդացել է և դժվար է լինում խառնելը։ Հիմա նորից ալյուր ենք ավելացնում։ Այսպես քիչ-քիչ ենք ավելացնում, որպեսզի տեսնենք ինչպես է ստացվում, շատ պինդ, որպեսզի չլինի։ Նորից ալյուր ենք ավելացնում, ինձ թվում է այսքանը արդեն բավական է։ Ձեռքով խառնենք, որպեսզի ավելի հեշտ լինի։ Ահա, մի փոքր ալյուր ենք ավելացնում սեղանի և տեղափոխում ենք սեղանի վրա, որպեսզի մեզ ավելի հեշտ լինի հունցելը։ Այսպես այնքան ենք ալյուր ավելացնում, որ ձեռքերին չկպչող խմոր լինի, կներեք։
Ահա, արդեն բավական է ալյուր է, էլ չենք ավելացնում, խմորը պատրաստ է, նայեք, չի կպչում ձեռքերին արդեն, սա ուղղակի գույնն է, չի կպչում ինքը, վերջ, հիմա կլոր գնդիկներ ենք անում և տեղափոխում սինու մեջ, ահա, այսպես, ահա, այսպես փոքրիկ գնդիկներ ենք անում, շատ հեշտ է, բոլորիդ մոտ էլ կստացվի, փորձեք և նորից եմ ասում, ամենակարևորը շատ համեղ է ստացվում։ Ես բոլորը անեմ վերջացնեմ, նորից կմիանամ ձեզ։ Այս փոքրիկ խմորով բավականի շատ պեչենիներ է ստացվում, ասեմ, իմանաք արգելիներս։ Վերջում կտեսնեք ինչքան շատ է լինում։ Ես գնդիկները արեցի, վերջացրեցի, հիմա ինչ ենք անում։ Այսպես դանակով մեջտեղից գիծ ենք բացում, սուրճի հատիկի տեսք ստանալով։ Նայեք, ինչքան գեղեցիկ է լինում։ Նույնը անում ենք մնացածը։ Ես բոլորը վերջացնեմ նորից, այսպես դժվար ոչինչ չկա, կարող եք ջրի մեջ թրջել, քանի որ տեսեք մի քանի հատ անելուց հետո դանակը արդեն կպնում է խմորին, կարող եք բաժակով ջուր դնել, սովորական սառը ջրի մեջ դանակը թրջել, նորից շարունակել։ Այսպես դանակը թրջում ենք և շարունակում մնացածը։ Նայեք, արդեն հեշտ է լինում։ Դանակի վրա քանի որ մի քիչ տեղ կար կպած, դրա այդ պատճառով ինքը նորից մի քիչ կպնում է, ահա, տեսեք, էլ չի կպնում։ Եթե դանակի վրա մի փոքր էլ է խմոր կպած լինում, թրջեք էլ, նորից ինքը կպնելու է, դրա համար լավ պետք է մաքրեք դանակը, նոր ջրի մեջ մտցնեք։ Նայեք ինչքան գեղեցիկ եղավ, ինքը սուրճի հատիկների տեսք ունի, տեսեք, փայլուն, գեղեցիկ, պետք է սպասեմ հիմա ջեռոցը տաքանա, տեղափոխեմ ջեռոցը, վերջում թխվելուց հետո անպայման նորից ցույց կտամ։ Մնացած խմորն եմ անում, ավելի հեշտ տարբերակ ասեմ, որպեսզի խմորը չկպնի ձեռքերին և գնդիկներ անելուց դժվար լինի, կարող եք գդալով կամ դանակի այս ծայրով այսպես վերցնեք, շատ ավելի հեշտ է լինում և ձեռքերին չի կպչում ընդհանրապես և շատ ավելի արագ է ստացվում։ Այսպես վերցնում ենք և
շատ հեշտ ստացվում է։ Նայեք ինչքան մաքուր է, չի կպել ընդհանրապես։ Այսպես շատ ավելի հեշտ է, այսպես փորձեք, եթե կցանկանաք։ Կարող եք նաև գնդիկները մի քիչ կլորացնելուց հետո մի քիչ այսպես օվալաձև տեսք ստանալ, որպեսզի ավելի սուրճի նման լինի։ Մի հատը ես ձեզ ցույց տամ, որ տեսնեք, այսպես շատ ավելի նման է լինում սուրճի հատիկին։ Նայեք, շատ ավելի նման է։ Բայց ով ոնց կցանկանա, այդպես արեք։ Ումը ոնց հարմար է, կարող եք կլոր անել, կարող եք օվալաձև անել, ոնց ձեզ հարմար կլինի։ Սա էլ խմորի մնացած մասն է, այս միսինին որոշեցի մի քիչ օվալաձև անեմ, շատ ավելի նման է լինում այսպես սուրճի հատիկներին, բայց այնպես էլ շատ գեղեցիկ է լինում։ Երկու տարբերակն էլ շատ լավ է ստացվում, պարզապես ես որոշեցի այս միսինին այսպես անեմ։ Մեր պեչենիները արդեն պատրաստ է, շատ արագ է պատրաստվում, 10 րոպեում ընդամենը ինքը արդեն թխված է լինում, տաք վիճակում շատ փափուկ է լինում, բայց երբ սառչում է, ինքը խրթխրթան շատ համեղ պեչենիներ է լինում։ Սա էլ այսպես փորձեք, դուք էլ փորձեք, շատ արագ է պատրաստվում և նորից եմ ասում, ամենակարևորը շատ համեղ է ստացվում։ Կարող եք նաև շաքարի փոշի ցանել վրան, իսկ եթե չեք ուզում, այսպես էլ շատ համեղ է ստացվում։ Եվ վերջում անպայման չմոռանաք բաժանորդագրվեք և լայքեք։